Ողջույն։ Նորություն չեմ ասում, որ խորհրդարանական ընտրություններից առաջ բավականին ոչ նախանձելի վիճակում ենք գտնվում ազգովի։ Բոլորն են ոչ նախանձելի։ Ընդդիմությունը չգիտես ինչու պետք է բացատրի, որ ժողովուրդ Նիկոլը վատն է ու ինքը կարող է էլի ընտրվել, եթե իրեն դեմ լինելով չգնա կընտրելու մեկ այլի։ Կարծես պետք է, որ ոչ մեկ չկասկածեր Նիկոլի ոչ կոմպետենտ ու վտանգավոր լինելուն, բայց դե անցած 8 տարի դեռ կարիք կա մարդկանց բացատրելու, աչքերը բացելու։ Բայց քանի որ այս ընտրությունները իր համար կենաց մահու պայքար են, մեկ էլ մինչև կոկորդը խրված Նիկոլին փրկելու քայլեր ենք տեսնում մի շարք կողմերից։ Օրինակ Հայաստանի ներսում հարցումներ են անում Փաշինյանի դրսի աջակիցները ու արդյունքները հիասթափեցնող են։ Փողեր են ծախսել, վարկեր ու գրանտներ են տվել, որովհետև աշխարհաքաղաքական ծրագրեր ունեն նաև 2026-ից հետո ու վախենում են, որ դա պրավալ գնա։ Ոչ արևմուտքը իրենը ստանա, ոչ Թուրքիան ու Ադրբեջանը իրենցը ստանան։ Ու սկսում են կոնկրետ աջակցության կոչերը։ Թուրքիայի կառավարությունը գրեթե ուղիղ հայտնում է, որ իրենց թեկնածուն Նիկոլն է։ Ադրբեջանը, դու ամերիկացիք են տարբեր պոնչիկներ անում։ Ամենագլխավորը չկա, ներքին աջակցությունը, ընտրողից։ Չէ, ներսում են ստանում աջակցություն, բայց էլի ոչ ժողովրդից, այլ ընտրություններին մասնակցող, դեռևս չմասնակցող ու դեռևս տատանվող մի շարք ուժերից։ Դրանցից ամեն մեկին կանդրադառնանք իր հերթին։ Այս պահին անդրադառնանք վարչապետի թեկնածուի, որը արդեն շատերի կարծիքով ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին ու գիտեք ինչպես։ Առաջարկում է Նիկոլի ամենաուժեղ երկու մրցակիցներին, օրինակ, դուրս գալ մրցապայքարից, որ հարցնում են ինչի համար, ասում է, որ Նիկոլը չընտրվի։ Դուք էլ տրամաբանություն չտեսաք։ Ես էլ։ Այ օրինակ ում օգտին է այն, որ Նիկոլի համար մեկ արմատական մրցակից Քոչարյանը, որը նախորդ ընտրություններում 21% ձայն է տարել, դուրս գա պայքարից։ Բնականաբար Նիկոլի ու դե մեկ էլ ադրբեջանա-թուրքական զույգին, քանի որ Քոչարյանն է։ Ակնհայտ է, չէ՞։ Ժորժ ջան, ընդունենք, որ շատ անհարմար վիճակ է։ Այն պահին, երբ պետք է ուժերը կենտրոնացնել Արցախը կործանած ու Հայաստանը սկուտեղի վրա թշնամուն մատուցող խմբակի վրա, ի հայտ են գալիս ուժեր, որ ասում են ձեր եռանդը մի քիչ էլ ուրիշ կողմ ուղղեք։ Օրինակ, նույն նախկին ՄԻՊ Թաթոյանն առաջարկում է, որ Քոչարյանը չմասնակցի ընտրությունների, որովհետև իր հաշվարկներով դա կհեշտացնի Նիկոլին հեռացնելը։ Իր կարծիքով, իր հաշվարկներով, ընդամենը։ Ինքը վստահ է, որ այն, ինչ ինքն է առաջարկում, ճիշտ կարող է լինել։ Կարող է, հիփոթետիկ, գուցե, իսկ եթե ոչ իրականում, այսինքն եկեք ամեն 5 տարին մեկ մի փորձարկում անենք, տեսնենք որը կկպնի, ոչինչ որ այդ ընթացքում երկիրը վարի է տալու։ Տեսնենք էլի։ Թաթոյանը, որ իրեն դրել է Նոստրադամուսի տեղը, կարող է ճիշտ է դուրս գալիս։ Անլուրջ է, չէ՞։ Բայց այս մարդը էդ ասում։ Լուրջ դեմքով, կոստյում փողկապ հագած։ Ճիշտ է, պարզ չէ, թե ինչու հատկապես իր կանխատեսումը պետք է ճշմարիտ լինի։ Բայց դե ասում է, վստահ է խոսում։ Հիմա ես, լրագրողս, ասեմ չէ, արի դու հրապարակում ինքնահրկիզվի, կարծում եմ, չէ, վստահ եմ, Նիկոլի խիղճը չի դիմանա անմիջապես կհեռանա, քո էլ արձանը կկանգնեցնեն մեր սերունդները որպես երախտիկի նշան։ Կարող է մտածեք այս մասով էլ։ Ինչ է, լուրջ չէ, այդ ձերն էլ է անլուրջ, որովհետև առնվազն 100 հազարավոր քաղաքացիներ մտածում են, որ հենց Քոչարյանը պետք է ու կարող է հաղթել Փաշինյանին։ Իսկ օրինակ ես մի մարդ չեմ ճանաչում, որ ասի ոչ, Թաթոյանը կարող է, իսկ ինքը չի հավատում, որ կարող է լուրջ դերակատարում ունենալ այդ գործում, էլ ուր մնաց հաղթի, ինքը հաղթի։ Իսկ Թաթոյանի մասնակցությունը արդյոք ձայների փոշիացում չէ։ Քոչարյանինը վստահաբար ոչ, իսկ Թաթոյանինը։ Գիտեք, տարօրինակ է, երբ մարդու իրավունքների պաշտպան աշխատածը հանդես է գալիս մարդու իրավունքի սահմանափակմամբ։ Այս ընտրություններով Փաշինյանից ազատվելու գլխավոր տարբերակներից է այն, որ որքան հնարավոր է շատ արժեքավոր ձայն ունեցող խոշոր դաշինքներ մասնակցեն եւ յուրաքանչյուր ընդդիմադիր քվե կգտնի իր թեկնածուին, որ անտարբերները դուրս գան տանից ու գնան ընտրության
Բայց այս պահին, երբ ՔՊ-ն փորձում է համոզել, թե իրենք արդեն հաղթել են, որ մարդկանց մեջ անհուսություն մտնի ու չգնան ընտրության, վարչապետի թեկնածու առաջադրվածներից մեկն էլ կոչ է անում Ռոբերտ Քոչարյանին չմասնակցել ընտրության, գուցե չպատկերացնելով, որ այդպիսով բազմահազարներին դրդում է ընտրության չգնալ։ Քոչարյանի ընտրողը նրան էր պատկերացնում երկրի ղեկավար, ու նրա չմասնակցելով կարող է եւ չգնալ ընտրության։ Ես չեմ հասկանում, թե ինչով է Քոչարյանի ընտրություններին մասնակցել է Օգուտ Նիկոլին։ Քոչարյանին ինադու Նիկոլին են ընտրում, թող Թաթոյանին ընտրեն։ Ասում եմ, Նիկոլի օրակարգը կառուցված է ռուսների վրա, նախկինների վրա, եկեղեցու վրա։ Ուստի նախկինները պետք է դուրս գան պայքարից, ռուսներին չգիտեմ ինչ է առաջարկում, իսկ եկեղեցին ինչ անենք։ Փակենք մինչև տեսնենք ինչ է լինում Թաթոյան Նոստրադամուսի կանխատեսումով։ Այսինքն, որ իշխանությունը ում իր թիրախ է սարքում, պետք է վերանան, որ թիրախ չլինի։ Այդտեղ Թաթոյանը սպիտակ վերնաշապիկով Նիկոլ է հաղթելու։ Իսկ Թաթոյանը պատրաստ է դառնալ իշխանության թիրախ, այնպես ու այնքան, որքան Քոչարյանն է թիրախ, այս արդեն 30 տարուց ավելի, նույն ուժերի համար։ Համար 1 թիրախ, դեռ այն ժամանակներից, երբ պատասխանատու էր արցախյան հաղթանակների համար։ Հազիվ թե։ Լավ, մի բան էլ։ Իսկ Թաթոյանն ինչի նախկին չէ։ Քոչարյանին ներկայացնելիս ասում են նախկին նախագահ, Թաթոյանին ներկայացնելիս ասում են նախկին օմբուդսմեն, նախկին ՀՀԿ իշխանության փոխնախարար։ Իսկ որ իր հետևից եկող մարդը Նիկոլի աշխատողն էր, որպես պետ ղեկավար։ Դրան ինչ ասենք։ Քանի որ պարոն Թաթոյանը բացել է խոսակցությունը, այս պահին դետալների մեջ չմտնելով, կուզենայի, որ մի քիչ վերլուծեինք։ Քոչարյանի հետևում բնականաբար ոչ ոք չկա։ Իր ազգանունը իր բրենդն է, իր կենսագրությունն ու արդյունքները ևս։ Իսկ Թաթոյանի հետևում ով կա։ Ում ականջներն են։ Ու այդ ականջների տերերը որքան են պայքարել, որ Քոչարյանը չգա ընտրության ու որքան են խանգարել, որ պարտվի։ Որտեղից է եկել, ում թաքուն հովանու ներքո, այս պահին չանդրադառնամ։ Ցավում եմ, բայց շատ բան գիտենք, կարելի է երկար ծավալվել։ Փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանի պայքարը Նիկոլի ու նրա կործանարար քաղաքականության դեմ է։ Իսկ քաղաքական մի շարք ընդդիմադիր ձայներ, ակնկալող ուժերի ու նրանց հետևի ուժերի պայքարը Քոչարյանի։ Այ դա շատ տարակուսելի պետք է լինի իրեն թիմակցողների կողմից։ Երբ մտնում են ընտրապայքարի մեջ ու ռեսուրսներն ուղղում են իշխանությունից ավելի ուժգին ընդդիմության դեմ, ուրեմն աշխատում են Նիկոլի օգտին։ Լատենտ նիկոլականությունը դա է։ ՔՊ-ին այս աջակցությունը ևս կարծում եմ օգուտ չի տա։ Դաշտ է նետվել մյուս, այսպես ասած, խուլիգանությունը, ինչ որ դզած, փչած, լվացած արթուկած հարցումներով։ Այսօր ինչ որ կասկածելի հարցման արդյունքներ են հրապարակվել։ Ինչու կասկածելի, որովհետև արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է, որ հարցումներ են պատվիրվել, որտեղ Նիկոլին շատ վատ ռեյտինգ է հավաքվել, բայց փորձում են պարզաջրել արդյունքները։ Այսօր հրապարակվել են հարցումները, թե ՔՊ-ն ունի 24%, հաջորդը Սամվել Կարապետյանն է, հաջորդը Ռոբերտ Քոչարյանը, բայց այնքան ցածր թիվ են գրել, որ տպավորություն է, թե մենակ ՔՊ-ն է հաղթում անցողիկ շեմը։ Երազում են ցույց տալ, թե իրենք հաղթել են։ Այդ հարցումները ժողովուրդ ջան, հենց հիբրիդային ներգործում է հայ ժողովրդի դեմ։ Վարկանիշ չունեցող ուժից կերտում են հաղթողի կերպար, ժողովրդին ցույց տալով, թե մեկ է իբր, ՔՊ-ն է ընտրված։ Ըստ երևույթին մտածում են ժողովուրդը հիմար է, կխաբվի, չի գնա ընտրության, կնստի տանը։ Տարբեր իրական հարցումներով ժողովրդի 70%-ը որևէ պարագայում Նիկոլին ձայն չի տա։ Ինչու պետք է Նիկոլին ձայն տան։ Որովհետև պարգևավճար են ստանում, որովհետև բարձր պաշտոնի են, որովհետև Նիկոլի շնորհիվ տենդերներ են շահում, բիզնեսներ են անում ու նման պատճառներով։ Բայց դա այն թիվը չէ, որ կօգնի մնալ իշխանության։ Ժողովրդի մի մասը ձայն չի տա պատերազմի պատճառով։ Մի մասը ձայն չի տա, որովհետև Նիկոլի մնալով ակնկալում է էլի պատերազմ։ Մի մասը ձայն չի տա 5000 զոհ բերելու պատճառով։ Մի մասը ձայն չի տա բռնագաղթի պատճառով։ Մի մասը ձայն չի տա եկեղեցու վրա հարձակման պատճառով։ Մի մասը ձայն չի տա 10,000-ից ավելի վիրավորի պատճառով։ Մի մասը ձայն չի տա, որովհետև ոնց աղքատ կար
այնպես մնացել է։ Իր կյանքում ոչինչ չի փոխվել։ Մի մասը ձայն չի տա, որովհետև բիզնեսմեն է ու մի քանի տարի այլանդակ ճնշումների տակ է։ Մի մասը ձայն չի տա հարկային տերորի պատճառով։ Մի մասը տուգանքի մատերիալ դառնալու պատճառով։ Մի մասը անարդարության, մի մասը դատական քաշքշուկների, մի մասը աղքատությունը ձեր գլխում է արտահայտության, մի մասը հանցագործությունների աճի պատճառով, որովհետև ծնողները վախենում են իրենց երեխայի ապագայի համար։ Մի մասը ձայն չի տա, որովհետև հենց ընտրվեց Ալիևը փոխելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մի մասը ձայն չի տա, որովհետև հենց ընտրվեց հանձնելու է տարածքներ անկլավների անվան տակ եւ այլ մեկը մյուսից կարևոր պատճառով ու անհանգստությամբ, երբ այդ ձայն չտվողների թիվը գումարում ես ու անցնում է 70%-ը։ Հիմա հարց եմ տալիս. կա քաղաքացի, որ ուզում է ապրել Ադրբեջանի մարզում։ Կա քաղաքացի, որ ուզում է համարվել արևմտյան ադրբեջանցի։ Կա քաղաքացի, որ մտածում է, թե Նիկոլը, որ ընտրվեց, էլի երկիրը հայկական է պահելու։ Նախորդ ընտրությունից հետո Արցախը հայկական մնաց։ Աջակցած դրսի ուժերը, ներառյալ Թուրքիան, վստահաբար ասելու են օգնել ենք, դե դավայ։ Ընդ որում, երբ ասում ենք 70%-ը ոչ մի դեպքում ձայն չի տա Նիկոլին, չի նշանակում, թե 30%-ը ձայն է տալու։ Կարճ ասած, այս ընտրություններում մինչև կոկորդը խրված Փաշինյանին փրկելու համար տարբեր բաներ են նետվում դաշտ, տարբեր աջակցության ձևեր։ Եթե դրանք դնում ես մի կողմ, տակը մնում են ՔՊ-ի պոլին ընկած ռեյտինգը, թմբուկը, կրծած կուկուրոզն ու պերաշկին։ Հա ու մեկ էլ սրանց գորգորոսները, անհանգստությունը ու գլուխգովանքը։ Էլի հարցնեմ, բա որ ձեր վիճակը այդքան լավ է, ինչի եք ձեզ ճղում։ Ինչու եք այդ մարդուն իր չեղած ռեյտինգով հա փչում։ Այդ ծակ փուչիկը կաշվից դուրս եք գալիս փչելու համար, որ ինչ լինի։ Մեկ է, մի օր փսկելու է, դեն նետվի։